Նախ չեմ կարելի պարոն Բագրատյանին չարձագանքեմ։ Հա ինտերնետի լարերը բանը բերել ա նկարով ասում լա տեսեք ինչ վիճակ ա։ Էդի հետ ինչ կապ ունի։ Այն ակնհայտ է այլու ինտերնետի կաբելը։ Լավ դամոց է էլի։ Այսինքն հա բանը մեկ է պարոն Խուդացյան, այստեղ դուք լիագումար նիստի ժամանակ էլ ասեցիք, որ ուրեմն էներգետիկ այդ կայանները, որ կա Հայաստան Իրան, Հայաստան Վրաստանի կառուցվեր, որ բեցի պարտականություններն ա, որ չի կատարվել տարբեր պատճառներով, որտեղ ասում եք շինարարական կազմակերպության խնդիր կա, գողություններ ա կատարվել, ճիշտ եմ, չէ՞ ցիտում ձեր խոսքերը։ Այսինքն դուք ասում եք, որ այն բեցը, որը որ պետության ենթակա կառույց կա, դա լիքը խնդիրներ կան։ Ու այդ խնդիրների արդյունքում այն տարիներով ուրեմն մշակված այդ պլանը փաստորեն չի կատարվել, որը որ կոնկրետ պետությունը պիտի պարտականություններ կատարի։ Այսինքն ձեր պատասխանատվության տիրույթում գտնվող բեցը խայտարակ վիճակ է։ Հիմա օբյեկտիվ հարց է առաջանում, եթե բեցում խայտարակ վիճակ կա, ու այդ բեցը իր պարտականությունները չի կատարում։ Ինչ չպիտի օրինակ հեծում նույն վիճակը լինի, էլի։ Այսինքն ես ուզում եմ մի հատ այդ հարցին պատասխանեք։ Ահա, ներդրումների մասին մենք էլ կարանք շատ բան ասենք, կոնկրետ հարց ենք տալի Հայաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, թույլ տվեք ասեմ։ Թույլ տվեք ասեմ։ Ուրեմն այստեղ տպավորություն չստեղծվել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդի շահն է պաշտպանում, մենք էլ եկել ենք ժողովրդին դեմ այստեղ բանը։ Չէ, մի րոպե, ես կարամ փաստերով ասեմ։ Ուրեմն թե պարոն Մեսրոպյանի, թե պարոն Բաղրամյանի ազգային ժողովուրդ եկել է, այս վերջում էլ պարոն Մեսրոպյանը որ եկավ, երևի մի քանի պատգամավոր են եղել, որ հարց են տվել եւ 70-80% ընդդիմությունից ա եղել։ Անջատումների մասին խոսել ենք, ասել ենք, այդ վնասների մասին ասել ենք, կապը ես ուզում եմ նաև գոհունակություն հայտնեմ պարոն Մեսրոպյանի, չնայած որ հեսա գոհունակություն հայտնեմ կարող է գործից հանեն, բայց ամենայն դեպս տեսեք ինչ նախնդիրը։ Հա, չէ, ինձ հանած բրծած է։ Նայեք խնդիրը։ Չէ։ Ուրեմն ես տասնյակ նամակներ եմ գրել, որ ուղղել նույն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, որտեղ խնդրեմ կա։ Վերջում եւ ճշտել եմ մեր քաղաքացիների հետ եւ նույն հանրային ծառայությունը կարգավորող մարմնի հետ, որ այդ խնդիրները լուծված է։ Եվ իրոք գնացել տեսել եմ այդ խնդիրները լուծվել է։ Եվ հիմա գալ այստեղ խոսել նրանից, որ այս խնդիրները կար բան, այդ խնդիրները կտենայիք։ Այն ձևի դեֆիրանտներ են ձոնում, պարոն Բաղրամյանին ասում, հրաշալի աշխատանք ա կատարել։ Հարցը ձևակերպեք ամփոփեք։ Հարցը ձևակերպեմ, էլի։ Այսինքն խնդիր չկար այդ ժամանակ, պարոն Բաղրատյանը գոհ էր։ Ասում էր ամեն ինչ լավ է, նույն պարոն Մեսրոպյանից էլ են գո, հիմա եկել է դարել, սա այն հիմնավորումն է, որ բացառապես քաղաքական է։ Ես նախ այդ հարցին պատասխանեք, մեկ էլ Բաղրատյանի հետ կապված չէ, էլի, բեցի հետ կապված հարցին։ Մեկ է կառավարության եզրակացությանը, այստեղ կառավարությունը երկար բան ժամանակը չի եկել, էլի, կառավարությունը եզրակացություն էլ ա տվել այստեղ, եւ այստեղ ասել է, որ սա լրամշակման կարիք ունի։ Այս հարցին էլ պատասխանեք կառավարության եզրակացությունների պահով։ Արձագանքի մյուս հարցը կտամ։ Այդ վերջի հարցով ամփոփաթերթում պարոն Դանիելյան եզրակացությունն ու առաջարկները կան, հեսա քվեարկելու եք դրանք, մնացած հարցերը պարոն Խուդասյանը կպատասխանի։ Ասեմ նախ պարոն Դանիելյան։ Չեմ մոռանում։ Շատ լավ։ Գործընկերներ չեն լսում, ուզում եմ բեցի հետ կապված, բեցի աշխատանքի հետ կապված տիկին Թովմասյանն էլ ասեց, չէ՞ դուք ասացիք տիկին Թովմասյանը։ Շատ լավ, գնահատական տալու մասով ես խնդրում եմ այդպես գնահատականներից զերծ մնաք, որ այնտեղ կառավարման չէ, պարոն Դանիելյանը գնահատական էր տալիս։ Ես պիտի ասեմ, որ 2025 թվականի ընթացքում 24-25 թվականներին բեցը մեծ ծավալի աշխատանք ա կատարել Աշնակ ենթակայանում, Արարատ 2, Վանաձոր 1, Զովունի, Ագարակ 2, Շինուհայր, եթե ցանկը թվարկեն բավականին մեծ է լինելու, այսինքն հեծը շատ լավ, չէ, հիմա ես այդ եմ ասում, Վրաստանի հետ կապված աշխատանքները վստահաբար բեցի թերացումներով չի պայմանավորված, նաև այլ հարցեր կան,
Իրանի հետ կապված աշխատանքը պիտի ասեմ, որ առնվազն վերջի մի տարվա ընթացքում եւ նաեւ այս օրերին բավական մեծ տեմպով առաջ է գնում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ են եղել այդ աշխատանքի դանդաղելու, իմիջիալոց պիտի ասեմ, որ աշխատանքը չի դանդաղել միայն մեր իշխանության ժամանակ, այլև այդ աշխատանքը սենց խնդիրներով ինչ-որ էտապ գործ չի արվել, ինչ-որ էտապ գործ արվել, հետո գործ չի արվել, հետո էլի գործ արվել, այս օրերին այդտեղ աշխատանք է իրականացվում։ Եթե գողության դրվագը նկատի ունեք, այո, եղել են այդպիսի փորձեր եւ գողություն, որի արդյունքում ժամանակը բավականին հետ է ընկել, որովհետեւ այդ կառույցները, որոնք կան, այդ սարքավորումները, որոնք կան, իրենք թանկ եւ երկար ժամանակ արտադրության համար երկար ժամանակ պահանջող սարքավորումներ են։ Այն սարքավորումը, որը ուրեմն որի գողությունն է եղել եւ որով կա հարուցված քրեական գործ, այդ սարքավորումը դրանից հետո ինտենսիվ զբաղվել ենք նորի պատվերով արտադրելով եւ Հայաստան բերելով, պիտի ասեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ 2-ից 1-ի փորձարկումը նոր եղել է։ Այսինքն դա խանութում դրած ապրանք չի, որ երբ պետք կլինի, մենք դա արտադրվում է, նույնիսկ իրա բերել է Հայաստան մեզ հայտնի սովորական եղանակներով դժվար է։ Շատ լավ, չէ, ես ասում եմ դուք ասացիք մի աշխատա, մի ծրագրի հետ կապված, ես ասում եմ մի ծրագրի հետ կապված դժվարություններ ավանդաբար եղել են եւ այդ դժվարությունների հիմնական մասը վստահաբար բեցով չի պայմանավորված, մեծ մասը շինարարական ընկերությունով է պայմանավորված, որի մրցույթը իմիջիալոց կայացել է 2018 թվականից առաջ, այսինքն այդ կազմակերպությունը ընտրված է եղել մինչև 2018 թվականը, ես նորից ասեմ, 24-25 թվականներին միայն թվարկեցի Աշնակ, Արարատ 2, Վանաձոր 1, Զովունի, Ագարակ 2, Շինուայր, մենակ այս ենթակայաններում հսկայական ծավալի աշխատանք է իրականացրել բեցը, որը կարծում գնահատման արժանի է։ Հարգելի գործընկերներ, եկեք, եթե հարց կար, որ չեք պատասխանը, պարոն Խուդասյան։ Չէ, ես Չէ, մենք հետի հետ կապված, ես նորից եմ ասում, հետի հետ կապված ընդամենը մեր էներգետիկ համակարգի կայունությունը ապահովելու համար հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին տրվել է այդ լիազորությունը վարույթ հարուցելու ընթացքում ժամանակավոր կառավարիչի իմիջիալոց երբ որ դուք ասացիք, որ դա պարտադիր, մենք պարտադիր այդպես ենք անում, մենք պարտադիր այդպես չենք անում։ Սա չի ենթադրում ցանկացած հարուցի ժամանակ այդպիսի գործողություններ, սա հնարավորություն է տալիս հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահին կախված վարույթի բովանդակությունից գնահատել այդ ռիսկը։ Եթե ինքը այդտեղ ռիսկ է տեսնում, որ անջատումների քանակը, որակական ցուցանիշները կամ բնույթը ռիսկ է պարունակում այդ ծառայությունը հանրությանը մատուցելու համար, այդ ժամանակ ինքը այո կարող է այդ գործիքակազմով միջամտի, բայց նորից եմ ուզում ասեմ, սա չի նշանակում, որ ամեն վարույթ ավարտվելու է նոր կառավարիչ նշանակելով։ Կարակ չպատասխանեք էլի։ Խնդիրը հետեւյալն է, էլի, որտեղ որ պետությունը կառավարում է, այդտեղ որ խնդիրները ալում հազար հատ պատճառաբանություն եք բռնում։ Էսա, այնտեղից է, ինչա, չգիտեմ, կովիդ-ա, ճանապարհները փակեն, միտեղ գողանում են շինարարական ընկերությունները լավ չեն եւ այլն։ Իսկ այստեղ արդեն որ մասնավորի դեպքում այլ եմ կրկնում, ես միտում չունեմ ինչ որ մեկին պաշտպանելու, կարամ հազար հատ է թերություն ասեմ, ու ասել եմ ու ապագայում եմ ասել, խնդիրը դրանում չի։ Բայց ոնց որ այս հարցի մեջ արդեն հստակ է, ես նորից եմ կրկնում, կարճ բանեմ, որովհետև բոլորդ էլ հոգնած եք։ Կարճ ասեմ, այն ժամանակ ընդամենը մի ամիս առաջ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը հետի հետ կապված որևէ խնդիր չէր տեսնում, ասում էր ամեն ինչ նորմալ է։ Հիմա արդեն խնդիրը տեսնում է։ Թող դատեն մեր հայրենակիցները, մնացած բոլորը։ Պարոն Դանելյան, թող դատեն մեր հայրենակիցները ու դատում են մեր հայրենակիցները։ Դուք որ ասում եք խնդիր չեն տեսնում, այդ դեպքում պետք է ասեք, եթե խնդիր չեն, եթե ամեն ինչ այդքան լավ էր, բայց 12 վարույթը, որի ելքը վերջում տուգանքներ, բայց 12 վարույթը ինչի համար հարուցվեց։ Եթե բոլորը բոլորից գոհ են, բնակիչները հետից են գոհ, հետը հանձնաժողովից է գոհ, այդ բոլորը իրար հետ տարածքային կառավարման նախարարությունից են գոհ, բայց 12 վարույթը անցած տարի, այս տարի
Իմիջիայլոց այս տարի, անցած տարի, նախանցած տարի այդ վարույթները այդ գո երջանիկ միջավայրում ինչի համար են եղել։ Վարույթների դինամիկան ենթադրում եմ աճել է, որտեվ կարծում պիտի աճես։ Չէ, դե եւ մենք չենք Ելույթի տարբերակով, բայց Ժողովուրդ ջան։ ենթադրում եմ, որ աճել է։ Էլ հարցերի հնարավորություն չեք կարող անունը։ Վարույթ դա միանշանակ չի։ Այսինքն օրինակ նոր բաժանորդների թվի կտրուկ ավելացումը օբյեկտիվ պատճառով կարա բերի հարուցվող վարույթների թվի ավելացման։ Չէ, հիմա մենք վարույթները ես չեմ ուզում մտնել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի տիրույթ, որտեղ այդտեղի ինֆորմացիան այդքան էլ հասանելի չի մեզ, բայց ես կարամ ասեմ, որ վարույթի հարուցման մասով դինամիկան շատ մեծ հավանականությամբ աճել է եւ աճելու է։ Դա իր եւ օբյեկտիվ պատճառ ունի եւ սուբյեկտիվ։ Դուք մի կողմից որ ասում եք նոր բաժանորդների թիվն է աճել, սա նշանակում է նոր բաժանորդագրման համար դիմումներն են աճել։ Ես չկա եւ դրա կարողությունները մեծ հավանականությամբ այդ պրոգրեսիվ չեն աճել, ինչով դիմումներն են աճել։ Եվ դրա ցանկացած ուշացում կարա վարույթի համար հիմք լինի։ Օրինակ դրանով պայմանավորված վարույթների թիվը կարա աճի, բայց ոչ միայն վարույթների մեջ տեսակարար կշիռը նոր բաժանորդների միացման ժամկետի խախտման պետքան չի։